Հարուստ մարդը կարող է փրկվել, չէ՞ որ Քրիստոս ասաց ավելի հեշտ ուխտը կմտնի ասեղի ծակով, քան թե հարուստը կմտնի երկնքի արքայություն։ Իսկ ինչ եթե ես ասեմ, որ ուխտն այնուամենայնիվ ասեղի ծակով մտնում է։ Ու Երուսաղեմում ամեն օր կարելի էր հանդիպել ուխտերի, որոնք անցուդարձ էին անում ասեղի ծակով։ Բանն այն է, որ ասեղի ծակ էր կոչվում Երուսաղեմ քաղաքի ամենափոքրիկ դարպասը։ Երեկոյան ամբողջ քաղաքը փակվում էր, իսկ ասեղի ծակը բաց էին թողնում հեռվից եկող ուխտերի քարավանների համար։ Բայց որպեսզի այդ մուտքով ուխտերն անցնեին, նրանց վրայից հանում էին շատ բեռներ, ստիպում ծնկել, ինչպես նաև շատ չէին կերակրում, որ չգիրանան հանկարծ։ Ուխտերը շատ էին տանջվում ու խոնարհվում ասեղի ծակի պատճառով, ու Քրիստոսին լսող մարդիկ գիտեին այդ մասին։ Հետևաբար բոլորը հասկացան, թե ինչի նկատի ունի Քրիստոս։ Նա ոչ թե փողին ու հարստությանն էր դեմ, այլ հույսն այդ փողի վրա դնելուն։ Ոչ թե փողն է խանգարում մեզ փրկվել, այլ գոռոզ սիրտը։ Ու եթե մարդը կարողանա չծառայել իր ունեցվածքին, այլ իր գումարը ծառայեցնի հանուն համընդհանուր բարիքի, ապա անպայման կկարողանա անցնել նաև փրկության ամենանեղ ճանապարհով։